Սուր եղան խտրանքներ, Ինչ պանի որսիս կպարցար, Մոխիր դարձան իմ արջև, Գքով եմ զայն, Պարկ մորտևած կարմուգին, Թոքով են զայն բոլոր ասկեր, Զիանոր արյան կսրպվի, Այս և սիրտս մտաբոքի, Հոցավարեց ռագով զայն, Ու դամանվեր պարկանոգ եմ, Անտիվ պարկիր սուրբ անվան, Գքով եմ զայն, Պարկ մորտևած կարմուգին, Թոքով են զայն բոլոր ասկեր, Զիանոր արյան կսրպվի, Որն եմ անուն ես Իսուսի, Ուրախ եմ զիս արավներ, Խավար են զիս անցուց դույսի, Ներեց բոլորին մեղքեր, Գքով եմ զայն, Պարկ մորտևած կարմուգին, Թոքով են զայն բոլոր ասկեր, Զիանոր արյան կսրպվի, Պարկ Դավիթյան հորն Աստուծո, Պարկ և Որդուն Իսուսի, Պարկ լահով կույ սրբո, Պարկ բադիվ երոքության, Գքով եմ զայն, Պարկ մորտևած կարմուգին, Թոքով են զայն բոլոր ասկեր, Զիանոր արյան կսրպվի։ Մեր Տերը և մեր Աստվածը փառք ու տանքով Տեր քեզի այս դերունական օրը, որ մեզի կյանք շնորհեցիր, գալու Տեր քեզ բաշխելու, քո անունդ մեծարելու, քանի որ արժանի ես Տեր փառքի եւ պարապանությանոց։ Շնորհակալ ենք ով Տեր անցնող շաբաթվա ընթացքին դու մեզ Տեր պահեցիր, պահպանեցիր փորձանքները, երևելի եւ աներևելի ով Տեր։ Եվ շնորհակալ ենք այս օրվան համար ով Տեր, որովհետեւ դու հավաքեցիր մեզ ով Տեր, քո ներկայությամբ մեջ ով Տեր։ Ինչ որ երկեցինք Տեր, դու բարավորվիր եւ ինչ որ զավակիդ միջոցով պիտի լսենք ով Տեր, իրեն յետիներիր զորացուր, որովհետեւ օրհնությունը լավ ով Տեր։ Գաղութենք նաեւ ով Տեր, ուր որ քո խոսքը պիտի կարոզվի, կարոզվեցավ, կպատրաստվի, թող որ այդտեղ ելնալով Տեր օրհնությունը լա եւ ոգիներ բրվելին ով Տեր։ Գաղութենք նաեւ մեր երկիրը, շնորհակալ ենք խաղաղության համար ով Տեր, խնդրենք որովհետեւ վերի իմաստություն շնորհես ղեկավարները, որովհետեւ ով Տեր այս կերպով խաղաղը լա ով Տեր մեր երկիրը, որովհետեւ գանան խաղաղությամբ ով Տեր քեզ բաշխել ով Տեր։ Գաղութենք նաեւ մեր մեջ հիվանդները, դու Տեր ու բժշկարացեր կտերգնցնես եւ լիովին բժշկություն շնորհ ով Տեր։ Մնացած մայրը քեզի կանցնենք ու ներկայությունը սկալի է լավ Տեր։ Այս բոլորը բարքիդ համար կխնդրենք։ Ամեն։ Բարիցես քույրերի եղբայրներ, աղոթքոմը Աստծո առաջնորդությունը խնդրենք իր խոսքին համար։ Դեր շնորհակալ ենք քեզի դերունական այս սուրբ օրվան համար, որ մեզի կյանք տալով քո ներկայությամբ հավաքեցիր։ Գաղութենք ով Հայր, որ այսօր քո խոսքդ օրհնություն տասնես մեզ ամեն մեկուն, մեր հոգիներով Դեր անոթի եւ ծարավեն քո խոսքերուդ եկած ենք որ թուն լեցնես ցանոնք, որովհետեւ ով Դեր կարող լանք քո փառքի համար ապրիլ ու քեզ բարավորել։ Միածին որդուդ Հիսուս Քրիստոսի անունով խնդրենք եւ քո փառքի համար։ Ամեն։ Սիրելիներ, մեր այսօրվա նյութը հետևյալ հարցումն է. Արդյոք Նոյի օրերը գաբրինք։ Սիրելի եղբայրս եւ քույրս, հարցում ունիմ քեզ այսօր, թե ուշադիր եղած ես, թե աշխարհ այսօր
որ չափ գարձր ու զորավոր դարձած է, ուր որ գնայիս, միայն գտեսնես վայրակություն, ապագանություն, ցանկություն եւ անհակություն, թե մարմնավոր եւ թե նյութական, ժողովուրդներ իրենց բոլոր մտածումը, ծրագիրները, գործերն ու աշխատանքները գետրոնացած են երկու հիմնական բաներու վրա. մարմինը հաջեցնելու վրա եւ այդ ընելու համար ամեն բարոյական սկզբունքներ մեկտիտրած գնգրմին անբարոյության ամենացած մագարտագի հատակը դառնալով բոլորովին անսկա վիճակի մեջ ու նաև հարստանալու անհակ փապակը այնքան դիրապետած է մարդոց ուղեղը, որ ոչ մեկ մարդավայել հաճիմներ գլան իրեն ճամփուն ընթացքին։ Գողկրդելով ամեն հավատարմություն, մարդկային նուրբ հաճիմներ ու իրավունքներ, ուզեմ միայն հարստություն տիզել իրենց համար, որովհետեւ փառք ու թիրք ապահովեն ու զեհությամբ ապրին։ Իքորց տնելով անսկամության եւ անգրտության ամենավատ միջոցները։ Չիպավերայս անմարդկային ու անվայել յանքը մարդիկ այսօր կհամարցակին աստված ծաղրելու։ Այն աստվածը, որ ստեղծած է զիրենք ու կյանք է տված ու երկար տարիներ հոգացած իրենց բոլոր պետքերը եւ այս բանը գեշեցնե մեզի Հիսուսի ասածը, որ աստարարած է մեզի թե իր վերադարձին հապշտակության դեպքի ժամը ճիշտ նոյի օրերու ժամանակին պիտի նմանի, որ միայն գդարված իրականությունը չէ, հաբա այդ իրական հատակակիցն է վերջին օրերուն։ Իսկ եթե դառնանք նոյի օրերուն, աշխարհը լեցուներ միայն չարությամբ, մարդիկ կաբրեին, ինչպես որ գուզեին, ինչպես որ իրենց աչքերուն հաճելի երևեր, անոնք ոչ հոգ կնեին եւ ոչ ալ կմտածեին Աստծո մասին, սիրելիներ, մինչ նոյ դաբանը գշիներ, քարոզեց, աստարարեց իր քովիգով հետաքրքիր ժողովրդին եւ սակայն փոխանակ միտք առնելու նոյի սազները ու մտածելով անոնց մասին ու հացնային քալիքին վրա, անոնք նոյի վրա խնդացին ու ծաղրեցին զինքը։ Տեսնելով, որ այս մարդը գշիներ հսկա դաբանը չոր կետնիմը վրա, միջ տարիներ գանցնեին, սակայն նոյ գշարունակեր իր գործը առանց դատար առնելու։ Մտածեցին, թե անխելք եւ հիմար մնե, որովհետեւ իրենց կյանքը բնական երբով կշարունակվեր։ Գուդեին ու գխմեին, գամստանային եւ արուդուր գնային, իսկ հանգած սկսավ անցրև դղալ, անտատար, 40 օր ու 40 գիշեր, ջուրերը երգիրը զատկեցին, դաբանը, որու տուրը աստված կոծած էր, սկսավ ձպալ առանցինն, լերները ծածկած ջուրերուն վրա։ Եվ այսպես դուրս մնացող մարդոց համար որևէ բան ընելու ժամանակը այլևս ուշ էր։ Հիսուս Մատթեոս 24:37-ի մեջ հետևյալը ասավ. Եվ ինչպես որ նոյի օրերում մեջ էր, այդպես պիտի կալուստը որդի մարդո, սիրելիներ, հստակ է մեր դրոջը ասած խոսքը, ան չսավ թե դերևս այնպես կլա, եւ գամ գրնալալ, որ այդպես լա, նոյի օրերը օրինակն է գալիք օրերուն, ու ինչ ծևով որ բադայեցավ այդ, նույն վիճակին հասնելով դարձյալ պիտի բադահի, երբ մեր դերը վերադառնա։ Սիրելիներ, ոսկենալով սկսենք մտածել հիմա աշխարհի մասին։ Մարդիկ այսօր եւս չեն ուզել լսել Աստծո մասին։
Ասելով թե յանքը գարջ է եւ պետք է վայելեն, ինչպես որ գուզեն, ամեն գոմ ու ամեն դեղ հավաքույտներ լեցուն են։ Ընկերային հաղորդակցական միջոցներ կքաչալերեն, կպայպայեն, մեղքը, վայրակությունները օր գավելնան, ընտանիքներ կբարակդվին, զավակներ կխրովին, կշփոթին, երկրի առաջնորդներ ապագանած են գաշարագերությամբ, ու մարդիկ կձաղրեն, որևէ մեկը, որ կխոսի հավատքի մասին։ Այս բոլորը երբ երևին, հստակ կերպով կհասկանանք, թե ճիշտ Նոյի օրերում մեջ ենք։ Մարդիկ միայն սպառ են իրենց կյանքով, ամեն մարդ իր զրակիրները իրագործելու ետևե է։ Իսկ հավիտենականության վրայով բոլորովին գործած են ու չեն տեսներ, սակայն հոս է ճշմարտությունը, թե երբ տաբանին շինվիլը ամբողջացավ ու ճրեղերը վերջապես եկավ, Նոյը եւ իր ընտանիքը ապահով էին տաբանին մեջ։ Իսկ մարդիկ տաբանեն դուրս մնացին։ Այս է իսկական պատկերը հափշտակության, անոնք որ Քրիստոսի մեջն են, հանգարց վեր պիտի առնվին, դատաբարտութենե փրկված, սակայն մնացածները ետ պիտի մնան։ Եվ սա ասենք, որ երբ փողը ընջվի, այլևս ժամանակ պիտի չունենա ասելու մեկը, սպասե որ թող դուր ինձի որ աղոթեմ, ցիկե որ ապաշխարեմ հիմա, սակայն ալիթը անցած բդլա։ Սիրելիներ, գիտենք թե շատերը կգրտնեն Սուրբ Քրքի մեջ հիշվածը, թե Քրիստոսի խոստումը շատ երկար դված է, քրիստիան խոստումը։ Ու դեռևս Հիսուս իսկապես պիտի չկա։ Սակայն տեսնենք թե երկրորդ Պետրոսի թուղթին, երրորդ գլխուն, 3-9 համարները իջեցեն մեզ ամեն մեկուն։ Բայց կսե նախ ասիգա գիտեք թե վերջին օրերը ծաղր ընողներ պիտի կան, որոնք իրենց ցանկություններուն համեմատ պիտի կալեն, եւ պիտի ասեն ուր է անոր խոստումը վասնձի, թե մեր հայրերը կնացան, բայց թեր ամեն բան այնպես կմնա, ինչպես Արարատներուն սկիզբներ, քանզի անոնք, որոնց ուզածը այս է, այն բանը մորցել են, թե երկինք առաջվնե գար ու երգիր ճուրերեն եւ ճուրերով հաստատկեցել է Աստուծո խոսքովը, որով հին ապագանված աշխարհը ճրեղեղով գործվեցավ։ Հիմա երկինք ու երգիրը բահված են նույն խոսքով գրագի համար։ Մինչև Տադաստանին ու ամպարիշ մարդոց գործկյան օրը։ Այս մեկ բանը ցեզ մեր ձազուկ չմնա, սիրելիներ, թե դերոճկով մեկ օրը 1000 դարվան բես է ու 1000 դարին մեկ օրվան բես։ Դեր շուշացներ իր խոստումը, ինչպես ոմանք ուշացած կսեբեն, հավա երգայնամիտ կլա։ Ասենց չուզեր որ մեկը գործվի, հավա որ ամենքը ապաշխարեն։ Հասկանալի է թե ինչս էլ է այս անուշացած չէ, հավա համբերող է, անդագավին ժողովուրդներուն առիթ կուտա։ Ճիշտ Նոյի ժամանակին պես դաբանը երկար դարիներ արավ շինվելու եւ ադիգա դերոճը կուտներ այդ օրվա մարդոց ամեն մեկ մուրջի հարվածը աստանարություն ուներ դաբանին ամեն մեկ հաստ տախտակը հիշեցնող բան ուներ մարդոց բայց դեղ մեկավ այլևս ողորմությունը վերջ գտավ ու թուրը կոծվեցավ եւ դադարություն եկավ եւ հիմա մենք ճիշտ նույն ողորմության բադանին արչեւ կգտնվենք Աստված գաստարարե մեզի այն արհավիրքեն որ մենք կտեսնենք ու գաբրինք այսօր աշխարհի մեջ բادرազներու լուրեր երկրաշարժներ աղետներ
ու աբագանություններ ամեն ուրեք ամեն մագարտակի վրա ուրեմն հստակ է ամեն բան թե ներգայի աշխարհը նոյի օրերուն հաստելուն հստակ ապացույցը գուտա իր դված բոլոր աստարարություններով ուրեմն նախ մարդիկ պետք է որ արթուն լան ուտեստելով հարցան թե ինչու կբադային այս բոլորը թե արդյոք կա բանը որ պիտի բադահի ու իրենք անդերյակ են այդ բադահելիք դեպքեն ու նաև աշուշտ հարց ուտան թե իրենց թե ինչ պետք է լա միջոցը նախ զերծ մնալու հայտնաբերվող վտանգներեն իսկ վերջը ինչպես ապրիլ ներկա աշխարհի մեջ ու կոյադևել արդարության եւ խաղաղության մեջ հերու մնալով ամեն գողմե շրջապատող վտանգները շատերուն համար յանքը սովորական երբով գնտանա այս օրերուն դերևս մեկը մտածի թե պետք չէ մտածվի ու ովևէ փոփոխություն չնե յանքը շարունակելու համար բայց սիրելիներ պետք է գիտնանք թե ինչպես հեղեղը եկավ նոյի օրերուն ադոր նման դադաբարդությանը օրգուկա մեր վրա ու ես կզարմանամ թե ինչպես մարդիկ իրենց յանքը գաբրին առանց ունենալու ամենաբզդիկ մտածումը քալիք Թազստանին վրայով մարդիկ կմոռնան թե ինչպես արագ եւ անմիջական երբով Աստված կրնա իր Թազստանը գդարել մենք հաջող կլսենք Աստծո քութին ու ողորմության վրա սակայն գմորտանք որ ան արդար Աստված մնե ու ան մեզ ամեն մեկը պիտի թադե մեր գործերուն համեմատ իրականությունը այն է որ գաբրինք աշխարհի մեջ ուր չարը արագ կերբով գնտանա ուրեմն պետք է որ արտնանք քննելու համար մեր կյանքերը ու պատրաստվենք քալիք Թազստանին համար մատմուտենեն եւ սուրբ քիրքային գասկնանք թե Աստծո Թազստանը գրնա հանգարձակի քալ եւ երբեմն առանց ողորմության Ծննդոց քրքի մեջ մենք գարտանք Սոդոմ եւ Գոմոր քաղաքներու գործանման վրա ուր Աստված գրակ եւ ձդում տեղացուց քաղաքներուն վրա ոչնչացնելով բոլոր ապրողները Ելից քրքի մեջ մենք գարտանք հարվածներու մասին որոնք պատահեցան Եգիպտոսի մեջ ոչնչացնելով բոլոր եգիպտացիներուն արչնեկները ասոնք քանի օրինակներ են տեսնելու թե ինչպես Աստված հանգարց եւ առանց աստարարության Թազստան գտնապերել նոր գրագարանի մեջ Ղուգաս 13-րդ գլխուն 16-21-ի մեջ գարտանք արագը այն հարուստ մարդուն որ իր ստացվածքը գավակե մեծ մարանի մեջ եւ գծրակրե ապրիլ ուրախ եւ ջող կյանքը ուդելով ու խմելով ու երկար կյանքը ապրելով ճիշտ այս քիշերգեսե Աստված կողոքիտ քեզբե պիտի բանջվի եւ զինք կանբանե անմիտ ուստի այն քու պատրաստած բաները որու պիտի լա Այս արագը մեզի գսորվեցնե թե մենք մեր կյանքերը պետք է որ ապրենք առանց Թազստանի հաշիվը նելու որովհետև չենք գիտեր թե երբ պիտի կա մեր Թազստանի ժամանակը Հիսուս կսե մեզի թե իր վերադարձած ադեննալ մարդիկ պիտի ապրին իրենց բնական կյանքովը ուտելով, խմելով, ամուսնանալով, երգանդրվելով առանց հաշվի առնելու աստվածային հարցերը Եվ այս բացարձակ հիշեցումն է, թե մենք միշտ պատրաստ պետք է որ լանք Հիսուսի քալստյան։ Թյուրին է մեզ աշխարհի հոգերեն գդրվել, մանավանդ անդեսել այն ավերումները, որոնք կշրջապատեն մեզ։ Մենք կրնանք մեր ուշադրությունը գետրոնացնել մեր գործերուն վրա, մեր ընտանիքներուն վրա, մեր սիրած բաներուն վրա եւ մեր շահերուն վրա։
ու գմորնանք, որ մեր ամենագարևոր նպատակը կյանքի Աստուծո համար ապրիլն է, անոր քալստյան պատրաստվելն է, եւ ճիշտ այս է, որ Հիսուս կուզե զգուշացնել մեզ, որովհետեւ պատրաստ կենանք, որովհետեւ երբեք պիտի չգիտնանք, թե երբ պիտի գա Հիսուս։ Սակայն մարդոց բնական երբով ապրելու կյանքը մեզ երբեք պետք չէ որ զարմացնե, որովհետեւ կյանքը կշարունակվի։ Բայց ինչ որ զարմանալի է, այն է թե ժողովուրդներ այնքան ետրոնացած բիդլան իրենց բնական կյանքի վրայով, որ նույնիսկ երբեք պիտի չմտածեն Աստուծո վրա։ Անոնք պիտի լան նոյի օրերու մարդոց նման ու պիտի ապրին իրենց կյանքերը առանց քալիքին վրա մտածելու, մինչև որ իրենց համար բահված Թադաստանի օրը քալով սրբեզ անոնք աշխարհի երեսեն։ Սիրելիներ, որպես քրիստոնյաներ, պետք է որ մենք դարբերը լանք։ Դարձյալ գսեմ, պետք է դարբերը լանք։ Պետք չէ որ այս աշխարհի հոգերը մեզ այնքան սպաղբահեն, որ մորնանք Աստծո պատգամները ու ասարարությունները։ Սատանան գրնա մեզ այնքան սպաղբահել աշխարհի հարցերով, որ մենք շատ ժամանակ չունենանք մտածելու Աստուծո մասին ու գադարելու իր կամքը։ Ուրեմն արթուն եւ զգացն լալով աղոթենք, որ Աստված մեզ ազատ բահե անոր բոլոր փորձություններեն։ Ու նաեւ մեր ուշադրությունը կենտրոնացնենք Աստուծո հավիտենական խոսքին վրա, որբեսի մնանք մարդավայել վիճակի մեջ, որբեսի լեցվենք հավատքի, սիրո ու ծառայության բարձր հոգիով ու չդարվենք աշխարհի ծերեն, որոնք մեզ գսկետնեն ու գանչադեն ու այնքան ցած գիչեցնեն մեր կյանքերը, որ մորցնել գուտան մեզի այն Աստվածը, որ չխնայեց իր որդին ու զայն աշխարհ գրգեց, որովհետեւ մեր մեղքերուն համար խաչը վերցնե ու խաչվի անոր վրա։ Հոն ուր որ մենք պետք է որ խաչվեինք ու նաև մորցնել գուտա մեզի մեր կյանքի ամենակարևոր առաքելությունը, որովհետեւ շարունակենք տարածել իր սերը ուրիշներուն։ Մենք մեր հարաբերության նախապատվությունը պետք է որ միշտ Աստուծո դանք ու մեր ժամանակը դրամատրենք իրեն։ Նույնիսկ սպաղ կյանքի ընթացքին մենք պետք է որ սաստիկ ցկտում ունենանք իր գամքը փնտրելու մեջ եւ հետևիլ իր առաջնորդության ու միևնույն ժամանակ գիտակից պետք է որ լանք այն խրովություններում, որոնք կշրջապատեն մեզ եւ ուշադիր լանք, որովհետեւ կարող չլան մեզ սպառել։ Նույն ժամանակներում մեջ, նոյի ժամանակներում մեջ մեղքը մեծ էր ու մեղսալից յանքը շատ բնական։ Մարդիկ, գիներ, չափահասներ ու բզդիկներ բոլորը մեղք կնային, մեղք կգործեին եւ դերը երբ տեսա որ մարդոց չարությունը երկրի վրա կշատնա եւ անոնց սրդին խորհուրդներում բոլոր քաղաքապարները չար էին ամեն օր, դերը երկրի վրա մարդը ստեղծելուն զղջաց ու իր սրդի մեջ դրդմեցավ, իսկ մեր օրերուն նաեւ մեղքը բնական դարձած է ու մարդիկ այս օրերուն մեղք կգործեն, որովհետեւ ընդունվին ուրիշներեն եւ գամ անձնական նպատակը հաջողեցնելու համար եւ հաջող այդ մեղքը կգործվի արդարացման պատճառներու համար սուտ խոսելով։ Սիրելիներ, ճշմարտությունը այն է, թե այս աշխարհը մեր երևակայածեն ավելի լեցուն է մեղքերով ու մեղքի պատճառով աներևակայելի բաներ կպատահին աշխարհի վրա
Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլխուն մեգեն 3-րդ համարները ցույց կտան թե մարդիկ վերջին օրերում մեջ ինչ վիճակի պիտի հասնին ու գսե ցիցիր թե վերջին օրերուն չար ժամանակներ պիտի կան բացնզի մարդիկ պիտի լան զանազան տեսակի չարություններով լեցուն մարդիկ կմերժեն բարեբաշխությունը ու գադարքեն սրբությունը Հորթո արատ մեղքին բաժարով եւ դակավին յանքը գշարունակեն ընթանալ առանց հաշվի առնելու Աստծո ներկայությունը ճիշտ Նոյի օրերուն նման Նոյի հնազանդությունը Աստծո հրամանին որբեսի դաբան մշինե օրինակ մնե Աստծո երկար դարաբանքին եւ համբերության մարդկության հանդեպ Հագարականոր որ դաբանի շինության համար նոյ աշխատանք դարավ 120 երկար դարիներ, որբեսի ամբողջացնե զայն, ասված այդ ադենվա մարդկության դվավ պավարար արիթմը, որբեսի աբաշխարեն, նոյ կարոձեց 120 երկար դարիներ, դաբանի շինության միջոցին, աստարարելով ժողովուրդը, այդ ահրելի գործանում են, որը բիդիկար, սակայն անոնք մերժեցին անոր բատկամը ու զաղրեցին զինքը, իսկ մեր օրերուն փրկության ավետարանը դակավին կարոզվի ու դակավին գան մարդիկ, որոնք կմերժեն զայն, 2000 տարի վեր բատկամը նույնն է, աբաշխարեցեք, որովհետև Աստծո թագավորությունը մոտեցած է։ Շատեր եկան ու կացին խոսելով ու բորալով այս բատկամը թաղերու մեջ հերադեսիլներեն, ռադիոգայաններեն, հաղորդակցական ցանցային միջոցներով եւ ամենուրեք աշխարհի դարածքին, սակայն շատեր դակավին սպաղ են այս աշխարհի հոգերով ճիշտ Նոյի օրերուն նման։ Եվ Աստծո երկար ու դարաբող բնությունը դակավին գահացնի անոնց, որոնք զինքը գծաղրեն, որովհետեւ դարձիկան աբաշխարեն ու պրգվին իրենց մեղքերեն, որքան որ աններելի մեղքեր երևին անոնք, սակայն շատեր դակավին գետրոնացած են այս յանքին վրա, առանց հավիտենականության հոգ առնելու, արդարև աշխարհի վերջին նշանները ներկա են այսօր, որոնք հաջող կբադահին մեր օրերուն, սակայն շատեր գուզեն անդեսել զանոն կամ արհամարհել ու մարդիկ Նոյի օրերուն նման գաբրին իրենց բնական յանքերը, առանց անդրադառնալու թե վերջը արդեն շատ մոտեցած է, սակայն ամենօրյա բատկամը նույնն է դակավին, որ գսե աբաշխարե ու Աստծո դարձիր, մի սպասե, որ շատ ուշը լա, ուշադրությունն է աստարավության, որովհետև փրկությունը այսօր է։ Սաղմոց 89:15 հետևյալ գսե, սիրելիներ, երանի այն ժողովուրդին, որ գճանչնա աստարավության փողերուն ցայնը, ով դեր անոնք քույրեսիդ լույսովը միտիկալեն։ Սիրելի քույրս եւ եղբայրս, տուն եւ ես, տուն եւս այս աստարավության ցայնին ագանչտիր, որովհետեւ այդ լույսի մեջ քալող խումբին մաստագից դառնաս։ Սիրելիներ, ամփան եւ անխոհեմ անասունները հնազանդելով Աստծո հրամանին, դաբան երտալով մեջը մտան, առանց գիտնալու թե ինչու, իսկ այսօր մարդը, որ Աստծո ստեղծագործության գլուխ գործոցն է, հասած է իր անգրտության ու աբերախտության կակատնագետին, դակավին մինչև այսօր զինք սիրող Աստծո քութն ու ողորմությունն է, որ անարժանապար գվայլե թարերը իվեր։ Սիրելիներ, այլևս փավ չսեբենք Աստծո հանդեպ մեր ունեցած անհոգ, անդարբեր, անբացաճ ու թադաբարդելի մեղած յանքը
ու ձունգի կալով աղաչենք, որ ներե մեր բոլոր մեղքերը, որոնք երկար դարիները վեր իրաչին նայելով գործած ու ապրած ենք անամոթապար ու խնդրենք, որ իր միածին որդին արյունը սրծկե մեր այդ բոլոր մեղքերուն վրա, որբեսի գարենանք արդարության հակուստը հակած ներգայանալ երկնքի թակավորության մեջ վստահության մասնագից դառնալու իր արյունով արդարացածներու ժողովքին մեջ իր փառքին համար ամեն դեր օրհնեցես եւ օրհնյալ օրը բարգեւել բոլորիդ Hey